Որպես սիրունա։ Hello. Տական սպիտակ։ Բարի գալուս ուստրան։ Ուստրիցը։ Gastro. Welcome to Urban Gastro Wine Bar. Կարիքա ասելու թե որտեղ հայլիներ այնտեղ մենք։ Hello. Մուտքի մոտ մեզ դիմավորում է այսպեսի հրաշալի գինու Փառատոն։ Մեծ խնդրում եմ այս ողջ տեսականուն։ Ու այստեղով չի սահմանափակվում, գնում ենք այս կողմում էլ կա։ Как приятно, что на них написаны цены. Конечно, да։ Очень приятно. Ու սենց շատ սիրուն դասարված, այստեղ մեզ դիմավորում են, ուղեկցում են նաև վինիլներ, որոշ սիրուն գրքեր ճարտարապետության մասին, գեղեցիկ ծողիկներ։ Այո, եւ SSSR ինձ ավելի գրած։ Тут одежда внутри. Մենք կուսումնասիրենք հիմա, կբացահայտենք։ Այնտեղից բան, Կոմպոզիցիան ծաղիկների խնդրում եմ։ Կոկոչներ։ Այստեղ էլ գինու շշեր են սիրուն, պատահավաքած է այսպես։ Ու այստեղ շարունակվում է մեր գինու ցուցափեղկը։ Այստեղից մեր բացահայտումը շարունակում ենք դեպի մյուս սրահ։ Իդեպ ուզում եմ նշել, որ կարող եք ուշադրություն դարձնել, թե ինչքան են սրահները իրենց տրամադրությամբ տարբերվում իրարից։ Կարծես ինչ-որ խաղի տարբեր աշխարհներ լինեն, ու հաջորդ սրահը ձեզ համար կբացահայտի Սոֆիան։ Հայրեն դες խափեց, երկրորդ սրահը կներկայացնեմ ես Թամարան գնացիք։ Երեխեք, այս այն սրահն է, որտեղ որ մենք էինք նստած, ու այս սրահում այնքան ջերմություն կա։ Մարդը ձեռով էր անում։ Say hi. Ջերմության մի մաս են կա։ Երեխեք խնդրում եմ, դաժե իրանց բողոքի գիրքը, հլնակ ինչ սիրուն է։ Շատ լավն է։ Ու այստեղ մեկ էլ ուզում եմ այս դետալի վրա ուշադրություն դարձնենք, հլնայի։ Ինչի վրա է դրված սիրուն։ Ու գրքիկներ են դրված, կրասիվը։ Այսպես Հիմա գնում ենք դեպի պետքարան։ Պետքարան։ Ստեղ շատ սիրուն հայլի է, բոլորը ստեղ լկարվում են, մեծ հայլի է։ 1, 2, 3 Կոժնի բարակույրով պետքարան գնացինք։ Առանձին լվացվելու տեղը շատ հավես է ու 3 հատ կաբին кա։ Երեխեք, я не Собака, давай открывай. Это женщины, а это и мужчины, и женщины. Да. Там, если честно, нечего смотреть. Ու այս միջանցքով երեխեք գնում ենք ծիրասայի հատված, որը որ չեմ ուզի շատ ցույց տամ, որտեվ լիքը մարդ կա նստած ու դեմքերը չեմ ուզում ոնց որ ցույց տանք։ Ուղղակի սառան, առաստահը եւ թեթև խոհանոցը կնկարի։ Եկեք։ Երկու 1 Ողջույն։ մենք այսօր ձեզ ողջունում ենք Urban Gastro Bar։ Wine Bar։ Նենց է դուր գալիս այստեղ միջավայրը։ Այսօր զրուցելու ենք The Art of Slowing Down, դանդաղելու, դանդաղ ապրելու արվեստը թեմայի շուրջ։ Սկսենք։ Ախեք ստեղ չեմ կարա ինպես, եմ որ ասում next question, որտեվ շատ պուպուշ տեղ է։ Դες գինի խմես sense։ Այո, սենց հաջորդ հարցը Սարա ջան։ Երբ որ լսում եք կյանքը վայելել արտահայտությունը, ինչ է առաջինը ձեր մտքին գալիս, ինչի հետ է դա ասոցացվում։ Ծով։ Ծով, արև, ավազտակ, հանգստություն, ներքուստ հանգստություն, մտքի հանգստություն։ Իրականում իմ հետ այդքան այդ հանգստության հետ չի ասացում, ինչքան հենց հոգեպես, որ կապ չունի դու կարաս ունենաս քո չգիտեմ սրտի աշխատանք, լինես քո ուզած մարդու հետ եւ այլն, ու դու այդ ընթացքում վայելես քո կյանքը իրոք։ Sounds very nice. Երբ որ մենք խոսում ենք երջանկության թեմայից նախորդ էպիզոդներից մեկում, նշեցի, որ իմ համար այդ ներքին խաղաղության, ներդաշնակության մասին է, ու կյանքը վայելել
ինչ որտեղ հավասար է նաև այդ երջանիկ զգացողությունն ունենալ ու երևի թե վայելել կյանքը ինչ որ չափով հավասար է ունենալ այդ երջանկության զգացողությունը, որն իմ դեպքում ներդաշնակությունն էր, խաղաղությունը, մտքի հանգստությունը եւ այլն, ու թե ինչպես եմ ես այդ վիճակին հասնում, ուստի թե Սոֆին օրինակ նշում էր ծովնա եւ այլն, ես համաձայն եմ, իմ մոդելը այդպես, ցանկացած բարեկամ, երբ որ ես բնության գրկում եմ, մտահոգության շատ պատճառ չունեմ, հանգիստ է միտքս, այո, ես վայելում եմ կյանքը։ Իրականում ծով, որ ասում եմ, մի նկատի չունեմ, որ տիպը սենց գնաց luxury բան, իհարկե դա էլ է կայֆ ու դա էլ է հավես, բայց ծովը շատ բուժիչ բաներ ունի մեջը, որը որ քեզ կարողանում է այդ հանգիստ աուրայի մեջ պահի, հանգիստ այդ որ ասում եմ մտքի հանգստություն, այդ լրիվ ծովն է ու տաք հավազը, որտեղ իրանք իրոք բուժիչ բաներ ունեն իրանց մեջ։ Երեխաներ, բացեմ այսօրվա outfit check-ը։ Ուրեմն, այսօր այնքան պարզ լուք է իմ մոտ, հագել եմ մայրիկիս շորը, չգիտեմ որտեղից է։ Իջնենք ներքև, իրականում ինքը տակը նույն շորիկն է, ով վրայից իր կոստյումչիկն է, ներքևում սապոգները սպաոլի է։ Պայուսակը Zara։ Եվ վերջ, ուրիշ ոչի շունեմ ստալու։ Երեխեք ես ծաղիկների մասին էի ասում, որ շատ ռիսկային միքս են արել։ Պալտոս հագել եմ, մենք դեռ չենք գնում իհարկե, բայց պալտոս հագել եմ, որ ձեզ ցույց տամ իմ full outfit-ը առանց պայուսակի։ Այս պալտոն երեխեք ջան Zara-ա, պապայինն է, շատ եմ հավանում, մի քիչ մեծ է, բայց ոչինչ։ Հագել եմ մամայի վերխը, Oysho, իմ շատ սիրելի պայուսակը, Bubble պայուսակը, Parfoisից է, Zalando-ից եմ պատվիրել, տակից սարոջկան, իմ շատ սիրելի սարոջկան է, պապայինն է, լեգինսները մամայինն է, Fila, կոշիկներս երեխեք այսօր մաման 8 անգամ ասեց, որ բրենդը հիշեմ, մենակ հիշում եմ առաջի բառը Sasha, F-ով սկսվող շարունակություն, բայց Paoli-ից եմ առել։ Ողջույն սիրելիներ, այսօրվա outfit-ից մաս են կազմում հետևյալ էլեմենտները։ Սկսենք պայուսակից, որտեղ ուզում եմ վրայցս անեմ։ Oysho։ Շապիկ չի երևում, բայց collusion։ Վրայից այս jumper-ը էլի collusion։ Կիսաշրջազգեստը ճիշտ ասած 10 տարիներ մեր տանը եղել է, ուղղակի երբեք չեմ հագել, չգիտեմ ինչա։ Կոշիկները պատվիրել եմ Asos-ից, բրենդը Sequel, ինչ որ, շատ եմ սիրում, շատ երազմեկ արմիր էի ուզում սենց ռեզինից սապոկներ, բայց չգտա դրա համար առա։ Նիչո ստրաշնվը, դրա համար գնեցի կանաչ, տարբերակը, բայց ես շատ հավանում եմ, գուլպաները գաղափար չունեմ, զարդերը, այսօր իմ վրա բոլոր զարդերը նվերներ են, Թոմից, Քրոջիցս, Պրեգոմիշ, Վերնիսաժ, Մաշ, Յանուկիցս, Ռուզիկից ու Մարիամից, ապետ Պրեգոմիշ, մազակալս անգամ նվեր, այսքանը։ Հաջորդ հարցը Սարա ջան։ Շնորհակալ եմ Սոֆիա ջան, խոսափողն արդեն իմ ձեռքում է, ուստի մենք շարժվում ենք մեր հարցերի ժամանակացույցով։ Այսպիսով, օրվա երկրորդ հարցը հարգելիներ։ Ինչ եք կարծում, մարդիկ իրոք վայելում են կյանքը, թե այս ժամանակաշրջանում, երբ ինֆորմացիոն հոսքը իրոք շատ է, նրանք փորձում են ցույց տալ, որ իրենք վայելում են կյանքը։ Ինձ թվում է այստեղ կարևոր է նայել մի քիչ այդ ազգային ֆակտորները, որովհետև, չգիտեմ, խի առաջինը մտքիս հետ եկա, որ Հայաստանում դե գիտենք ինչ խնդիրներով, լիքը խառը խնդիրներով, ինձ էլի մարդիկ մերոնք չեն կարողանում այդքան շատ վայելեն։ Իհարկե գիտեմ մարդկանց, որ սենց հավեսով վայելում են, ճանապարհորդում են, իրանց ընտանիքը, իրանց ովշեմ եւ այլն վայելում են իրոք կյանքը, բայց երբ որ ճանապարհորդում եմ օրինակ համար Իտալիայում, ինձ թվում է սարդու էլ կփաստես, որ այնտեղ դաժե մեծ կանայք, տատիկները, սենց իրանց համար են, որ սենց նենց զգացվում է իրանց ամեն ինչից, որ իրանք իրոք վայելում են իրանց կյանքը։ Եթե հենց Հայաստանի շուրջ նայենք այդ ամեն ինչը, իրանք արդյոք ցույց են տալիս, որ իրանք երջանիկ չէ, հա, կամ երջանիկ, վայելում են կյանքը, ուրեմն երևի թե ավելի շատ ցույց են տալիս, որ վայելում են, կամ էլ խուսափում են նրանից, որ իրանց մոտ կարա ինչ-որ մի բան սխալ գնա, ինձ թվում է այդ բոլորի մոտ, նո բոլորի չէ, բայց մեծամասնության մոտ կա, որ իրանք կարող են ինչ-որ վախ ունենան, որ իրանց մոտ մի բան չի ստացվել ու իրանք
չեն վայելում կյանքը։ Իրականում ես sense որ հետ հայացք եմ գցում իմ կյանք, sense մի հատ տենդենց եմ նկատել, որ այս պահին իմ երջանիկ կյանքի ինչ որ էտապներում կամ չգիտեմ հենց պահերում եւ այլն, ես այդ ամեն ինչը ոչ նկարում եմ, ոչ էլ ուզում եմ որ ինչ որ մեկին ցույց տամ, կիսվեմ մարդկանց հետ եւ այլն, այսինքն եթե այդ պահին ես ունեմ ինչ որ X մարդիկ, ում հետ ես ուզում եմ կիսեմ այդ երջանկությունը, այդ վայելքը եւ այլն, ես կիսում եմ ու միգուցե իմ դեպքում է կոնկրետը տենց, բայց ինչքան մարդիկ չգիտեմ, շատ sense ակտիվ են, ամեն ինչ ցույց են տալիս դրական տեսանկյունից եւ այլն, վայ տեսեք ինչ լավ է, ես տեղ էլ գնացի, ես էլ արեցի։ Ես տեղ էլ գնացի, ես էլ արեցի, ոնց որ ես չեմ կարողանում այդ ամեն ինչին հավատամ, որովհետեւ կոնկրետ իմ դեպքում правильно говорят, что счастье любит тишину. Это 100% правда, да, ու երջանկությունը սիրում է լռությունը։ Այս մասով ճիշտ է հարցից մի քիչ շեղվում ենք, բայց ասեմ, որ ես իմ մեջ չեմ եկել նրան, որ կարողանամ, այսինքն ես շատ էմոցիոնալ եմ ու դրանով պայմանավորված ես փորձում եմ լիքը հիշողություններ ապահովեմ նկարելով։ Էմոցիոնալ լինելու արդյունքում նաև փորձում այդ նկարածով սկսել բոլորին ցույց տալ, որ այս ինչ տեղը շատ սիրուն էր, այս ինչ պահին ես sense շատ անկեղծ էմոցիա ապրում, ես սիրում եմ էմոցիաներով կիսվել։ Ու իմ դեպքում այդ չի նշանակում, որ ես երջանիկ չեմ այդ պահերին, բայց ինձ թվում է ես վախենում եմ ուղղակի, որ ես կմոռանամ այդ ամեն ինչը։ Դրա համար անընդհատ նկարում եմ, ոչ անընդհատ նկարում եմ։ Ես չգիտեմ ինչ որ բայ կհաղթահարեմ դա թե չէ։ Իրականում քո դեպքում մի քիչ ուրիշ է, որովհետև ես ունեցել եմ իմ կյանքում կոնկրետ օրինակ, որ այդ մարդը ամեն ինչ անում էր զուտ նկարելու համար։ Ու ոնց որ հենց այդ պահից սկսած ես հասկացա, որ չէ, ես չեմ ուզում այտենց շարունակել։ Ինձ սարան տենց զուտ նկարելու համար չի, ինքը պրոստը ոնց որ capture անում այդ պահերը, որ ինքը հետո նայի, բայց մի բան ասեմ, օրինակ արշավների, որ մենք ոնց որ գնում ենք, այս մի քանի վերջին արշավներ, որ եղել է, իհարկե շուտվայինց է եղել, բայց իմ մոտ գիտեք ինչ էր, sense ես կարամ դաժե ցուրտ տան, հարմար հեռախոսս հանելու, բայց ես հասկանում եմ, որ ես կարամ այդ անեմ, հեռախոսս չեմ հանում, պրոստը նկարում, որ այդ պահը աչքերիս մեջ կոպիտ ասած մնա եղել է, չէ։ Ինչ որ sense ասում եմ, չէ, պիտի ես նայեմ, ու այսպես պրոստը նայեմ դրան։ Չգիտեմ, Սարա երկինքա ինչ է, ու այսպես պրոստը capture եմ անում այդ Այս պահը։ վերջին արշավը որ գնացել ենք, ես նենց ուրախ էի, որ Սարան ամեն ինչ նկարում էր, որ ես պրոստը աչքերով sense ամեն ինչ ֆիքսում էի ու վայելում էի։ Տեսեք, կյանքում, մեր առօրյա կյանքում լիքը բաներ շատ առօրյական են եւ ունեն հաճախականություն կրկնվելու։ Օրինակ, թե ոնց ես դու ամեն օր գնում տուն, ոնց ես արթնանում, այդ ինչ որ ռուտինա է ստեղծվում, ու երբ որ դու դանդաղում ես ու փորձում ես դրանց մեջ տեսնել գեղեցիկը, հետաքրքիրը ու վայելել իրեն որպես քո կյանքի ինչ որ ստատիկ եւ անբաժան մաս, այդտեղ դու slow down ես լինում, դանդաղում ես ու վայելում ես։ Օրինակ, գնացքով գնում եմ տուն, այտենց ճիշտ է նկարում եմ, մարդիկ տեսնում են, բայց ինչքանը չեմ նկարում ու ինչքան եմ այդպես Թոմի ասած աչքերով պրոստը capture անում, sense ագահի նման, ագահորեն ամեն կադրը, ամեն վայրկյանը ուզում եմ տեսնեմ։ Մայրամուտներ, արևածագեր, լեռներ, գյուղս, չգիտեմ, ընտանիքի հետ անցկացած բայեր, ընկերներ եւ այլն։ Նես տպավորությունն է, որ ես տեսնում եմ, որ իմ շուրջը ամեն ինչ լավ է, խաղաղ է, սիրուն է։ Տպավորությունն է, որ ես sense հետ եմ գնում, կադրը այդպես է իմ մոտ ընկալվում, ես հետ եմ գնում ու sense կողքի հայացքով նայում եմ ու sense ասում եմ լավ է, շատ լավ է։ Որ մեր տուն էի եկել ընտանիքներով հավաքվել էինք մեր տանը, Բաքում այդպես խորոված վիճակներով եւ այլն, ես sense հերվածել էի բոլորը ողջունի տենց բարով տեսանք կենացներն էին խմում եւ այլն ծանոթության համար, ես sense հերվից կանգնած նկարում էի, բայց կապ չունի, ես այդ պայն այդ զգացողությունն է, որ ես sense հետ եմ քաշվել, նայում եմ, անկուշտի նման ֆիքսում եմ այդ ամեն ինչը ու ասում եմ Տեր Աստված, ինչքան շնորհակալ եմ, որ sense խաղաղ է, sense լավ է ու շատ սիրուն է։ Այսա կլացեմ։ Ճիշտն ասած, մեր էպիզոդների ընթացքում դեռ չենք հասցրել այս թեմայից խոսել, բայց Թոմը մի սինդրոմ ունի, մի սինդրոմով է տառապում, որ չի կարողանում առանց շուրթերը քսելու։ Ի շուրթերը միշտ պետքա թարմ տեսք ունենան, թարմ քսված, սիրուն, գծած, ուղիղ։ Երեխեք, մենք քանի որ արդեն կուշտ ենք, սիտը, понимаете, люди, մենք եկել ենք գնահատելու մեր գաստրոփորձառությունը։ Այո. Our first starter is falafel. This is for me is 10 out of 10.
իմ համար 9.5, այն կեսն էլ ինչի չեմ տալիս, մի քիչ ավոկադոյի հումուսը դուրը չեկա, բայց այդ ավոկադոյի ֆալաֆելը, որ այդ մածուն էր, ոնց որ չէ կողքը, մածունի ու այդ ավոկադոյի սոուսի մեջ թաթախում էր լոբին կողքից պամիդորը միասին ուտում էիր։ Մամա միա բելիսիմո։ Ամեն ինչի մեջ, ոնց որ մի քիչ չեն համադրվում ավոկադոյի հումուսը, բայց не проблема, 9.5-ը շատ լավ գնահատական է։ Մեր երկրորդ պոզիցիան երեխեք, դա աղցան է, ծաղկակաղամբով եւ տրյուֆելի ձեթով։ Ես պրոստը առաջին անգամ որ եղա Ուրբանում, սիրահարվել էի այդ աղցանին, չգիտեմ երեխեք այդ համը մինչեւ հիմա sense բերանից մեջ էր մնացել ու շատ ուրախ եմ որ փորձել եմ, так что ես հաստատ 10-ից 10 Երեխեք շատ emotional է։ Ես ճիշտ ասած ծաղկակամբի սիրահար չեմ, մենակ ծաղկակամբի թթուն եմ սիրում, բայց որոշեցի շանս տալ ծաղկակամբին, բայց մեկա չէ։ Դրա համար աղցանը մեղավոր չի, խորաները մեղավոր չեն։ Ես ծաղկակամբ չեմ սիրում, բայց 5 եմ գնահատում։ 5 եմ գնահատում, կներեք։ Իրականում ծաղկակամ սիրում եմ, բայց սիրում եմ, որ ինքը լինում է լավ եփված, իսկ սա շատ խրթխրթան էր։ Մի քիչ իմ համար միգուցե համներ անսովոր, ես նշանակում եմ։ Ես գնահատում եմ 10-ից 7։ Մեր երրորդ պոզիցիան դա պաստրամիով սենդվիչ։ Պաստրամին ասեմ, որ իրանք այստեղ իրանք են պատրաստում, այո։ Ու ինձ թվում է ինքը ծխեցված էր, դրա համար sense ինչ-որ послевкусия էր, թե հենց այդ կծելու պահն էր, չհասկացած, ինչ-որ համով համ էր գալի։ Մի քիչ ալանի էր իմ համար։ Ալանի։ Հա, դրա համար 8.5։ Нет։ Մենակ աղի համար ես կնշանակեմ 9։ Ես էլ 9։ Լավ։ Ես էլ 9։ Okay, երեխեք, մեր երրորդ պոզիցիան փորձել ենք բուրգեր, իրանք ունեն երկու տեսակի բուրգեր, մենք փորձել ենք բուրգեր հավի ազդրամսով, ով չգիտի, դա բուդնա։ Բուդնա։ Հավի բուդով։ Ստեղ Թոմը թող ասի, ինքը ինչ-որ կոմենտում էր բուրգերը։ Հա, իրականում ինքը սենց, եթե ուզում եք դասական, սենց ամերիկյան բուրգեր, ինքը այդպեսին չէր ընդհանրապես, ինքը շատ սենց յուրահատուկ էր, նախ որովհետև միսը աղացած չէր, ինքը կոտլետա չէր, այլ ոնց ասեմ, ցելի։ Բայց իշն ավելի վստահելի է։ Կոտլետը։ Չէ, ամբողջական միսը։ Միանշանակ։ Ու ինքը ոնց որ ինչ-որ սենց խորովածի միս լիներ, տենց համեր գալիս, հացը շատ սենց նուրբ, փափուկ էր, շատ հետաքրքիր բան էր, բայց ինձ թվում է ամեն մեկը չի սիրի։ Այսինքն եթե դուք ուզում եք կոնկրետ դասական բուրգեր ուտեք, ինքը այդպեսին չէր։ 9.5 եմ կրկին գնահատում, ինձ շատ դուր եկավ։ Բայց ինձ թվում է իրականում շատերին էլ հենց դուր կգա կակրաս։ Ֆրին շատ լավն էր։ Մատուցվում է ֆրիով բուրգերը, հոլովակում կտեսնեք։ 9.5 բուրգերը։ Ես էլ եմ 9.5 գնահատում։ Որ ինքս։ Փոփուկո։ Ես 9 եմ գնահատում։ Ինքը 9։ 9.5։ Մեզ այստեղ գինի են հյուրասիրել։ Կստացի ես չգիտեի, որ տենց հայկական գինի կա, անունը Թինա։ T-I-N։ Սպիտակ գինի է, չոր է, բայց ոնց որ sense համով послевкусия կա, որ այդ չորությունը չի թողում։ Ու շատ շարամատով։ քիչ, հա, շատ քիչ տպտպա, բայց շատ քիչ։ Տպտպ։ Շնորհակալություն Ուրբանին։ Այո, շնորհակալություն Ուրբան, ձեր ինֆորմատիվ եւ ջերմ հյուրընկալության համար։ Ջեր։ Нам очень сильно понравилось здесь. Հենց առաջի քայլը երբ որ մտա այստեղ, լուրջ եմ ասում, նենց դուրս եկավ այստեղը։ Իքը մարդ կա, ասենց քեզ ոնց որ միայնակ չես զգում։ Ոնց բացատրեմ այդ։ Կիսում եք մթնոլորտը։ Ջերմ Լաուրա կա։ անկեղծ, ահա որ ջերմ։ Քեզ հենց առանձին չես զգում, ինչ որ մի бани մասնիկ ես զգում։ Вот это я хотела сказать. Спасибо вам большое. Ծաղիկները շատ սիրում։ Հաջորդ հարցը։ Սարա ջան։ Շնորհակալ եմ Սոֆիա, խոսափողն արդեն ինձ մոտ է եւ մենք հնչեցնում ենք օրվա եզրափակիչ հարցը։ Այսպիսով, սիրելիներ, ամփոփիչ հարցն այսպիսինն է։ Ճիշտ է, մենք տենց մեծահասակ չենք եւ այլն, նոր է բոլորը։ Մեծահասած։ Ես ֆիքսում եմ այս բառը։ Խակ ենք։ Մեծահասած։ Իտալական բառ է։ Ցոգոլ ենք։ Ծիծաղի հավասար բառ է սա, հասկանում եք։ Բայց ամեն դեպքում, եթե Պատանի, Սոֆիային, Թամարային եւ Սարային կարողանայինք խորհուրդ տալ, թե ինչպես դանդաղել եւ վայելել կյանքը իր այդ պահին, ո՞րս կլիներ, ոնց կհնչեր այդ խորհուրդը։ Ես այն մարդն եմ, ում կյանքում միշտ ամեն ինչ արագ ա եղել։ Ես բոլոր կամպանիաներում եղել եմ միշտ ամենափոքրը, դպրոցում մի տարի թռել եմ եւ այլն։
ու սենց հետ նայելով ես պրոստը կուզեի ինձ մաղթեի, որ մի պահ ես սենց շունչ քաշեի ու ոչ թե վազեի ժամանակի հետևից, որ հասցնեի, վայ, այս դասն էլ անեմ, չգիտեմ, հասցնեմ համալսարանի համար էս էլ անեմ, են էլ անեմ, ես շատ ուշ եմ հասկացել, 3-րդ կուրսում եմ հասկացել, որ ես իրականում կարող եմ վայելել համալսարան այլ ոչ թե ապրել գնահատականի համար, բայց դա հասկացել եմ ու շատ ուրախ եմ ու կուզեի, որ այդ հանգստությունն ու այդ միտքը ավելի շուտ ինձ մոտ գար։ Ավելի հանգիստ, ավելի հավասարակշիռ, միգուցե այդ ժամանակ շատ ավելի լավ հասկանայի, թե ինչն էր ինձ պետք, իսկ ինչը ոչ, որովհետև այդ ժամանակ ես անում էի միշտ ամեն ինչ լավ։ Կենտրոնանալ հենց այն բաների վրա, ինչը որ դու իրոք սիրում ես ու քո մեջ սենց անալիզ անել ու հասկանալ իրոք ինչն ես դու սիրում, ոչ թե փորձել ամեն ինչ անել լավ։ Ես երեխեք։ Ես փոքրանում ես արքոր։ Իրականում ես շատ ուրախ եմ, այդ չգիտեմ չսովորող եմ եղել դրանից, հա, բայց որ տենց գնահատականի հետևից ընկած ստրես էի տանում բան եւ այլն, իմ մոտ անկում տենց պերիոդ չի եղել ու նենց եմ, որ նենց ում շնորհակալ լինեմ, չգիտեմ ում շնորհակալ լինեմ, բայց ինձ դժում էր, հա, երևի ինձ։ Այդ ժամանակ արդեն գնահատել ես այն ինչ քո համար կարևոր է, ինչի՞ չէ, ու զգացել ես որ պետք չի էլի։ Ես շատ եմ սիրում սովորող մարդկանց, սա նենց չի էլի, ես բոլորին բան եմ անում, հրահրում եմ պետք չի սովորել դպրոցը եւ այլն, բայց մարդիկ կան ում կյանքի իմաստն է դա ու իրոք դա իրանց մոտ շատ լավ է ստացվում, բայց մարդիկ կան ում մոտ խոսքի լավ է ստացվում երգելը, պարելը, պատրաստելը եւ այլն, ու ես ուզում եմ ամեն մեկը գտնի իր մեջ դա։ Հենց էտա, ես ոնց որ չեմ ասում եմ պահը, որ ես ծույլ եմ եղել ու չեմ սովորել, որովհետեւ ես իրոք սովորել, կարդալ եւ այլն ինչքան էլ չսիրեմ, իմ համար միանշանակ լինում է այն թոփը, որ դու պալիբոմ պետք է այդ ամեն ինչը անես, որ դու հասունանաս, հասկանաս ինչա կյանքը вообще։ Երեք ես խոր չեմ տալիս, որովհետեւ չգիտեմ, ինձ ես միշտ եմ եղել սենց ոնց որ թեթև տարն է էլի գալիս, որ ես չեմ ֆիքսվել ամեն ինչի վրա, այդքան տենց ծանր ստրեսային չեմ տարել ու ես իրոք շատ շնորհակալ եմ, որ այդքան հավես է եղել իմ կյանքում այդ պերիոդը, որ ես հիմա հասել եմ այն կետին, որ իրոք ունեմ այդ իմունիտետը ու ստրեսակայուն մարդ եմ ու Պրոստը փոքր Սոֆին կասեմ, որ ապրես, որ այդքան այդ ժամանակ հասկացել ես ու չես ունեցել ինչ-որ այն պատրասկովի ոզրստի են կմերդում եմ վրացիուս այդ թոմնուս արա սենց ու այդ պատրասկովի խառը գժոտ վիճակները իմ մոտ երբեք չի եղել, պրոստը ես ուրախ եմ, որ չի եղել, Սոֆին էլ փոքր կասեմ առաջ գնա, որ չկաս արդեն դու։ Իրականում ես էլ էի նմանատիպ խոսք նախապատրաստել Պատանի Սարայի համար, որովհետև ես չեմ ասի, որ իմ մոտ միշտ եղել է թեթև տար ասվածը, որովհետև ինչպես նշեցի, ես շատ էմոցիոնալ մարդ եմ ու ամեն ինչ իր գույներով ապրում եմ։ Ու այդ էմոցիաների բազմազանությունը, այդ էմոցիաներն ապրելը լիովին իր բոլոր գույներով ինձ թույլ է տվել դեռ փոքրուց ունենալ շատ սիրուն հիշողություններ, ապրել այդ պահերը ու այդ միշտ հետ գնալ նայելը եղել է գրեթե միշտ իմ կյանքի ուղեկից էլեմենտը, կոմպոնենտը։ Ես շատ ճիշտ պահի Թոմի նման դադարել եմ ընկնել գերազանց, ոչ թե գնահատական է դից, այլ սենց գերազանց, սենց նավսեստո։ Ասեց մարդ, որ կապույտ դիպլոմ ստանալուց տխրել էր։ Ասես որ լիներ կարմիր։ Պրոստը ես գիտեմ, որ ես եթե մի քիչ ջանք դնեի, կդառնար այդ կարմիր, ուղղակի ես այդ ջանքը չէի դրել, բայց դրա փոխարեն դա ուրիշ է։ աշխատել եւ ժամանակ էի անցկացրել ընկերներից հետ։ Ես Պատանի Սարային խորհուրդ եմ տալիս երբեք չնեղվել էմոցիոնալ լինելուց, շարունակել ապրել բոլոր էմոցիաները իրենց բոլոր գույներով, որովհետև այդ ավելի քան մարդկային է դարձնում քեզ, ու այդ քո իզյումինկան է, չամիչիկը, ու քեզ դեռ շատ են դրա մասին ասելու, այդ քո կյանքը շատ գունավորելու է։ Ու դու լիքը լավ հիշողություններ ես ունենալու։ Ես ես ռասպլաչուсь, որ Սիրելիներ, այսօրվա թեման ամփոփում ենք այսպիսի գեղեցիկ խոսքով, եկեք դրա համար կենաց խմենք։ Շնորհակալություն մեզ։ Մեր կենացը, մեր փոքր ժամանակվա, որ այսքան մեզ ոնց որ ով է հասցրել, մենք ինքներս մեզ հասցրել ենք այս կետի ու կա հասոսան ու կա մեր միտքը։ Ունեցել եմ կյանքի ուսուցիչներ, ովքեր իմ կյանքում ինձ նենց ուղեկցող դասեր են տվել, որ ես ամեն դեպքում slow down ու կյանքը վայելելու ձևը բռնել էի, սերտել էի, դրա համար հա իրանց էլ շնորհակալություն։ Ուսուցիչ, բայց ինչ ուսուցիչ առումով։ Կյանքի ուսուցիչ։ Շնորհակալություն մեզ եւ մեր կյանքի ուսուցիչներին, ովքեր մեզ կոփել են ու մենք սովորել ենք կյանքը ճիշտ վայելել։ Դեռ իհարկե սովորելու ենք ավելի միանշանակ։ Բայց այս պահին, որ մենք սենց վայելում ենք այստեղ նստած, մեր կյանքի որոշումները մեզ բերել են նրան, որ մենք այստեղ ենք ու իրար հետ այս գործը դա նշելու առիթ է։ Նման խմենք մեր կենացը։ Ուրա!
это такое? Ребята, нас угостили мороженым. Я знала. Էս ինչ հոճել։ Այդ ձայնով կասեք ինչ եք հյուրասիրել մեզ։ Սա մեր մածունով ժելատոն է, դեսերտների մեջ մեր տոպչիկը սենց ասած, որը որ սաղ սիրում են։ Մեր Շատ շնորհակալ ենք, երեխեք պուպուշ բաբլ եմ անում Ուրբանին գովալը, որովհետև Իրոք ուտենք սայլ գնահոտ ենք։ Եկեք հենց հիմա գնահոտ Բայց ենք։ եկեք Ես կերել եմ արդեն։ Կարեր չասեիր։ Օ, այս վրան կարամել է։ Բանա, մեղր է ոնց որ։ Вы готовы, ребят? Ուտում եք տեղում ասենք կարծիքը։ Не, подожди։ Չին չեն կորոն ենք։ Լավ չէ։ Լավ, Գերգերեք։ This is amazing. I love this. Չավանեցիք։ Արա շատ հետարքիր է։ Ասա հետաքրքիր է համա։ Որովհետև ես ոչ եմ քաղցր այդքան էլ չեմ սիրում։ Ու ինքը թեթև մարուշն է։ մածունի հիմքով էր, չէ՞։ Հա։ Դրա համար ինքը իդեալական քաղցրության աստիճան ունի պրոստը։ Դե մեր հայերն ուրիշ են։ Շոտ համովա։ Ինձ էլ շատ ադուր գալիս։ Ու այս բանա։ Գնահատական։ Ա, երեք ընկույզ է։ Վրան էլ ընկույզ է։ Երեխեք, սենց բան ասեմ, իրականում շատ դժվար է ուտելուց հետո դիսերտ անելը, ես միշտ չեմ կարողանում, բայց ինքը ինքն թեթև բան է, որ 100% արժի։ Չեմ Չի հասկանում։ ծանրացնում։ Մածունին հատուկ չեմ ասի թթու, բայց ինձ ինչ որ հետարքիր երանգ կա է, ոնց կարելի է նկարել։ Ինչ որ սառը մածնային համա, երանգ է։ Դե ով որ մածուն կերել է կհասկանա ինձ հիմա։ Երեխեք, ես գնահատում 10-ից 15, Ես էլ եմ գնահատում 10-ից 10։ Ես եմ գնահատում 10-ից 10։ Եկեք խմենք սենց մի հատ միքսված ուրբան գաստրոբարի, մեր է սենց հաճույքով այստեղ Դու գինու բաժակի հաճույքով այս գնաց։ Մենք ադեկվատ ենք, մենք շատ ադեկվատ։ Դե նայեք։ Լավ եղեք շատ աննորմալ ենք։ Մեր կենացը, բայ։ Ուրբանի կենացը, ու որ այսպիսի հրաշք, այսինքն լուրջ դեյթի տեղը, fine dining ընտիր, տեղը սենց տեղերը Երևանում շատ անան, Երևանը ունի սենց տեղերի կարիքը։ Եվ այսպիսի կոնցեպտը Արամի փողոցի վրա եզակի է իր տեսակով։ Մեր երեխեքի խոսքն ենք հղում Ուրբան գաստրո վայն բարին, ասելով շնորհակալություն ջերմ ընդունելության համար, շատ լավ միջավայր եք ստեղծել մարդկանց համար եւ մեր դիտորդներն ուզում ենք ասել, որ կտեսնվենք ուղիղ 2 շաբաթից, քանի որ փոխել ենք մեր թողարկումների ժամանակացույցը